Պատասխանիր հեռախոսիդ։ Կարող է հարազատ մարդուց լինել։ Ալո, շատ վախեցած ես երևում Սուրբի։ Ով ես դու։ Մոռացել էի բարի ճանապարհ մաղթել քեզ։ Դրա համար էլ եկել եմ։ Խաղդ վերջացած է Սուրբի։ Ողջույն։ Ներիր այս ճանապարհը փակ է։ Կարելի է։ Դու երևի քեզ լավ չես զգում։ Կարող եմ ճամպրուկդ վերցնել։ Գնանք։ Լավ է իր պատրաստվել փախուստի։ Գնա։ Գնա։ Ես շատ հարցեր ունեմ, բայց համբերությունս արդեն հատել է։ Որտեղ է Միթին։ Միթին Վիշնուի հետ է։ Ինչու եք ինձ այդպիսի հարցեր տալիս։ Ես գնում եմ ընկերուհուս տեսնելու։ Գուցե դու չես կարողանում ճիշտն ասել։ Օգնեմ քեզ։ Ես քեզ մի ճիշտ բան կասեմ։ Այն օրը, երբ Կադրին զանգ էր տվել։ Անջատեց։ Կաջրի Բահաբին էր զանգ տվել։ Մի այդ դավաճանին տես, ես պետք է ինչ-որ բան մտածեմ։ Քանի նա ամեն ինչ չի փչացրել։ Ես քեզ այդ պահից սկսեցի կասկածել։ Ինչու պետք է ինչ-որ մեկն իրեն այդպես պահի։ Գաղտնի տան անդամների հեռախոսային խոսակցությունները։ Իմ կասկածները մի րոպե անց հաստատվեցին, երբ դու ինչ-որ մեկին զանգահարեցիր ու հայտնեցիր Կադրիի զանգի մասին։ Հայրիկ, գիտես թե ով էր զանգ տվել այստեղ։ Կաջրի Բահաբին էր զանգ տվել։ Ես փորձեցի իմանալ, թե դա ինչ համար էր, բայց այդ հեռախոսի գրանցման հասցնել անունն էլ կեղծ էին։ Ինչպես և սպասվում էր։ Եվ մենք կասկածեցինք քեզ։ Ու հասկացանք, որ Միթիին գտնելու միայն մի եղանակ կա։ Վախ գցել քո սիրտը։ Եվ դու սկսեցիր այդ անանուն զանգերը ստանալ։ Խաղът շուտով կավարտվի։ Եվ անմեղության դիմակդ էլ կպատրվի։ Վախեցար։ Շատ լավ է։ Սրանից հետո դու սարսափի մեջ ես ապրելու։ Դու մինչև հիմա նայում ես, թե ինչպես է ուրիշների կյանքը խորտակվում։ Հիմա քո հերթն է եկել Սուրբի։ Վախը ցանկացած հանցագործի սխալների է դրդում։ Եվ դու սխալվեցիր։ Դու տանը բոլորին խաբեցիր ու եկար այստեղ։ Իսկ երբ Ալլահաբադի ավտոբուսն նստեցիր, մեր բոլոր կասկածները հաստատվեցին։ Ես ասացի, որ էլ համբերություն չունեմ։ Խոստովաներ ճշմարտությունը։
Դու շարունակ խաբել ես։ Դու ամոյին ասել ես, որ որբ ես։ Այդ ինչ հայրիկ էր, որ զանգ էիր տվել։ Դուք սխալվում եք։ Ես ընկերուհուս հոր հետ էի խոսում։ Սուրբի աղջիկս, դու ասում էր, որ ընկերուհիդ Պունեում է ապրում։ Ուրեմն ինչ գործ ունես Ալլահաբադի ավտոբուսում։ Հիմա դու ուրիշ ելք չունես։ Ստիպված ես ամեն ինչ խոստովանել։ Ականջի տելով արա։ Եթե իմ աղջկան հանկարծ մի բան պատահի, ես քեզ չեմ խնայի։ Ընտանիքդ անգամ քեզ չի գտնի, հասկացար։ Հենց հիմա ճիշտն ասա։ Ինչու ես այսպիսի բան արել։ Որն է եղել այսպիսի բաների պատճառը։ Եվ ինչ կապ ունես հետ ինքնակոչ Վիշնուի հետ։ Դու ես ջանքեր թափել, որպեսզի Միթին ամուսնանա այդ Վիշնուի ղոչեցյալի հետ։ Խնդրում եմ վերջ տուր այս ամենին։ Հարսանիքի ժամանակ Աստված վիրավորանքը հեշտությամբ չի մոռացվում։ Ամեն ինչ կգործանվի Մուգդա։ Հենց հիմա ամեն ինչ պատմիր, թե չէ ես զանգ կտամ ամոյին ու կանհային և քո դիմակը կպատրեմ, հասկացար։ Ինչ ես ասում։ Ինչ ես նրանց ասելու։ Եթե ես ոչինչ չեմ արել, ինչից պետք է վախենամ։ Դու կին ես։ Դրա համար եմ համբերությամբ սպասում ճշմարտությունն իմանալուն։ Նրան ոստիկանություն է պետք տանել։ Այնտեղ նրան կստիպեն ասել ճշմարտությունը։ Այնպիսի տանջանքների կենթարկեն, որ այս ստախոս լեզուն ինքն իրեն ամեն ինչ կպատմի։ Արի նրան ոստիկանություն տանենք։ Թակուր Սահաբին ու Վիրեն էլ ասա թող գան։ Դուք մնացեք այստեղ։ Ես մեքենան կմոտեցնեմ։ Լավ։ Ես հիմա քո դիմակը բոլորի մոտ կպատրեմ։ Ալո։ Ալո, Վիր։ Տապասյան է խոսում։ Այո, Տապասյա, ասա։ Մենք իմացել ենք, թե որտեղ է Միթին։ Միթին որտեղ է։ Ինչ եք իմացել, որտեղ է նա։ Նա լավ է։ Հիմա ես հարցերից չեմ կարող պատասխանել, Վիր։ Հենց հիմա արի ոստիկանություն։ Պարոն Ռաթորը քեզ ամեն ինչ կասի։ Արագ գնանք։ Ես։ Արագ գնանք։ Ալո։ Տապասյա։ Սուրբի կանգնիր։ Սուրբին փախավ։ Ես հեռախոսով էի խոսում, իսկ նա։ Թող գնա, ես գիտեի, որ նա այդպես էլ անելու է։ Նա այսպես թե այնպես ոչինչ չէր ասելու։ Գիտեի, որ նա առաջին իսկ հնարավորության դեպքում փախչելու է։ Հիմա նա մեզ կտանի ուր պետք է։ Ինչպես։ Հարսին սպանել ես, թե ոչ։ Կինդ շատ է քեզ սիրում։ Վիշնու, այս հագուստը կբռնես, եթե խնդրեմ։ Ես ուզում եմ ձեռքդ բռնել, նոր քայլել։ Ի վերջո ջունգլի է, կարող եմ սայթակել, մկանս ձգել։ Տեսար, քիչ էր մնում ընկնեի, բռնիր սրանք։ Արի։ Շատ շոկ է, չէ։ Ես ինձ այնքան էլ լավ չեմ զգում։ Անկեղծ ասած շատ հոգնած եմ։ Լսիր, ես էլ չեմ կարողանում քայլել։ Ոչինչ։ Արի մի քիչ հանգստանանք, հետո կգնանք։ Ոչ, մենք ուրիշ բան կարող ենք անել։ Դու կարող ես ինձ գրկել։ Այդպես կգնանք մինչև վերջ։
Գետն այնքան էլ հեռու չէ։ Գրգիր ու այդպես տար։ Գոնե դա չես կարող անել քո միթիի համար։ Միթի ձեռքերը զբաղված են։ Ես շորերը կբռնեմ, իսկ դու ինձ։ Լավ։ Բժիշկն ինչ էր ասել։ Որ քեզ հանգիստ է պետք։ Չէ՞։ Լավ, ինձ մի գրկիր։ Եթե ինձ չգրկես, ես կհասկանամ, որ դու դեռ նեղացած ես ինձնից։ Հասկացա։ Դու ինձ չես սիրում։ Այսպես ավելի լավ է։ Լսիր, մի բան կարող եմ հարցնել։ Ինչու ինձ հետ այն օրը վիճեցիր։ Ես գիտեմ, որ դու դա դիտավորյալ էիր արել, բայց ինչու։ Դու ուզում էր, որ ես մենակ գնամ Մումբայ։ Բայց լսիր, ես չեմ կարող քեզ մենակ թողնել։ Դու իմ ամուսինն ես։ Ինչպես քեզ լքեմ։ Գիտես, Շվեյցարիայում մենք այսքան լավ ժամանակ չէինք անցկացնի։ Աստված մեզ հենց այստեղ ուղարկեց, որտեղ ամեն ինչ կա։ Գետ, լեռներ, ջունգլիներ, բաց երկինք, մեղմ զեփյուռ։ Մենք երկուսով եւ շատ սեր։ Միշտ այսպիսին եղիր։ Տես, գետին հասանք։ Ինձ ջուր է մցրու, խնդրում եմ։ Ոչ մի ռոմանտիկա։ Ով է իրեն այսպես պահում։ Աղջիկս ինչ է եղել։ Ինչու ես այդքան վախեցած։ Ինձ արդեն բռնել էին։ Ուզում էին ոստիկանություն տանել։ Ով։ Ջոգի Թաքուրը։ Բայա, խնդրում եմ, դուրն արագ ծածկիր։ Լավ։ Որտեղ եմ միթին։ Իմ անունը Ջոգի Թաքուր է։ Սա իմ որդին Ռագովենդրանը։ Հորակույր, այս մարդիկ։ Իչան խլեց իմ երկու երեխաների հորը։ Մայրդ սպանել է հորս։ Հորս դիակի առաջ մայրս ինձնից երդում էր վերցրել։ Եթե իմ որդին ես, խոստացիր վրեժ լուծել այն կնոջից ու նրա ամբողջ ընտանիքից։ Դու նրանց չսպանի։
Դու կթունավորես նրանց կյանքը։ Խոստանում եմ, Մայա, այդպես էլ կանեմ։ Տղաս այսքան փոքր էր, երբ ես նրանից խոստում վերցրի, որ նա կմեծանա ու վրեժ կլուծի։ Ջահել այրին պետք է դիմանար տղամարդկանց կեղտոտ հայացքներին։ Բայց դուք, քաղաքի մարդիկդ, ինչպես եք դա հասկանալու։ Կնոջ միակ սփոփանքն իր որդին է։ Նայեք։ Նույնիսկ մազերս են կտրել։ Հորս դիակիզման խարույկի մեջ այրվեց այն լավն ու բարին, որ կար մորս մեջ։ Մնաց միայն ատելությունը։ Ատելություն։ Ես իմ որդուն միայն ատելություն ժառանգեցի։ Մայրս ինձ որպես ժառանգություն միայն այդ ատելությունը թողեց։ Ես այդպես հայտնվեցի քո կյանքում։ Ձևացրի, թե սիրում եմ քեզ իմ սարդոստանի մեջ խճեցի։ Եվ մեր ամուսնությունն անգամ խաբեություն էր։ Ես սխալ բան չեմ արել։ Ինչ վատ բան եմ արել։ Լավ, արել եմ, խաբել եմ։ Նախ եղբորս աղջկան ուղարկեցի թշնամուս տուն։ Հետո տղաս դարձավ թշնամուս փեսան։ Ամուսնական առաջին գիշերվանից հետո անդադար։ Օր ու գիշեր ես վրեժ էի լուծում։ Որպեսզի իջան ցավից մեռնի։ Բայց մայրդ մահացավ։ Իսկ իմ մայրը դրանով չբավարարվեց։ Որոշեց քո կյանքը ավելի դառնացնել ու թունավորել։ Ինչպես թողնեմ, որ իջեի աճունը ջրին հանձնեն։ Եթե իմ ամուսնու աճունը տանն է։ Իջայի հոգին չի հանգստանա։ Ես իջայի աղջկան ստիպեցի պարել այստեղ, մոր մահվան 4-րդ օրը։ Այո, նա շատ լավ էր պարում։ Ես ինձ բավարարված էի զգում։ Ես դեռ նրան ուզում էի ոչխարի միս տալ, բայց տղաս չթողեց։ Այդ օր առաջին անգամ իմ սրտում ես ջերմություն զգացի միթի։ Մտքումս հարցեր սկսեցին ծագել։ Իմ մեջ առաջին անգամ զգացմունքներ արթնացան քո նկատմամբ։ Ես հասկացա, թե ինչ է սերը։ Եվ ես որոշեցի, որ արդեն միթիի մեռնելու ժամանակն է։ Որդուս ձեռքով։ Ես ստիպեցի, որ տղաս իմ արյան վրա երթվի սպանել։ Իջայի աղջկան։
Միթի մահվան հետ բրեժիմ ծարավը կհագենա։ Հերիք է, բավական է։ Պետք չէ, նա ոչինչ չի կարող անել։ Շատ չխոսես։ Իմ աղջկան ոչինչ չպետք է պատահի, հասկանում ես։ Ուշադիր ինձ լսիր։ Եթե իմ աղջկան մի բան պատահի, դու ավելի վատ օրը կընկնես, քան ամուսինդ։ Եթե միթին չլինի, դու էլ չես լինի։ Լսիր, քաղաքի տիկին, ինձ մի խեղդիր։ Ավելի լավ է ուղեղդ շարժիր։ Գնա ջունգլիում միթի դիակը փնտրիր։ Հիմա որդիս նրան երևի արդեն իջայի մոտ է ուղարկել։ इच्छा के पास Միթի, Հանգստացիր, խնդրում եմ հանգստացիր։ Նա ուզում է մեզ հունից անել։ Միթին, Նրան ոչինչ չի պատահի։ դու խոստացել ես։ Ես գիտեմ, որ ճշմարտություն իմանալուց հետո դու ինձ սկսելու ես ատել։ Նույնիսկ երեսս չես ուզի տեսնել։ Բայց քեզ անհրաժեշտ է ամեն ինչ իմանալ։ Ես լրիվ համոզված եմ, որ տղաս իր գործն արդեն արել է։ खत्म कर दिया होगा Գնացեք, միթի դիակը ջունգլիում փնտրեք։ Եվ տուն տարեք։ Ու միասին ջրին հանձնեք մոր ու աղջկա ջունները։ Գնացեք, քանի վայրի գազանները նրա դիակը չեն բսկտել եւ մի լավ ճաշկերույթ սարքել։ Գնացեք։ Նրան ոչինչ չի պատահի։ Չես կարծում, որ եթե միթին մեռած լիներ, արդեն կիմանայինք, եւ հետո ձեր լրտեսը դեռ չի ասել։ Որ իջան ապրում է։ Նա այստեղ է, իմ կրծքում։ Իմ կրծքում իջայի սիրտն է։ Եթե մոր սիրտն ասում է, որ իր երեխային ոչինչ չի կարող պատահել, ուրեմն դուք երբեք չեք հաղթի։ Ես չեմ թողնի, որ դուք հաղթեք։ Հանգստացիր, հանգստացիր։ Մենք պետք է միթին գտնենք։ Այստեղ մնալն անիմաստ է։ Արի գնանք։
Արի։ Ես մի բան կասեմ Սուրբի։ Դու տուն ես վերադարձել։ Բայց ամեն անգամ աչքերդ փակելուց ամոյի դեմքն ես տեսնելու։ Բարի ճանապարհ։ Զանգ կտաս ինձ հենց որտեղ հասնես, թե չէ շատ կանհանգստանամ։ Լավ։ Ամեն անգամ քեզ հայելու մեջ նայելուց կհիշես այն անմեղ ու միամիտ կանհային, որը դեռ քեզ է սպասում դռան շեմին, եւ չգիտի կինն ապահով տեղ հասել է թե ոչ, կամ թե ինչու չի զանգում։ Ես սիրում եմ քեզ։ Դու երբեք հանգիստ չես քնի։ Դու միշտ տեսնելու ես ամոյի, իջայի ու կանհայի դեմքերը։ Ամոյի սերը, ամուսնուց սերը։ Դու բոլորին խաբեցիր։ Փախար այստեղ։ Դու խախտել ես հարսանիքին տված քո 7 ուղտը։ Դու երբեք երջանիկ չես լինի։ Քո չարագործությունները միշտ հետապնդելու են քեզ։ Գնանք։ Մենք կգտնենք մի թին։ Եվ եթե ինչ-որ Աստծո հավատում եք, աղոթեք, որ նրան ողջ առողջ գտնենք։ Եթե նա թեկուզ մի քերծված ստացած լինի։ Ես կվերադառնամ ու հողին կհավասարեցնեմ ատիժգատի միակ տունը։ Աղոթեք ու խնդրեք, որ ես վերադառնալու առիթ չունենամ։ Միթի ամենուր քեզ էի փնտրում։ Երբ քեզ չտեսա, անհանգստացա։ Ես ասում էի… Ես ուզում էի խոսել քեզ հետ։ Էլ ասելու ոչինչ չի մնացել։ Նա քո մասին ամեն ինչ իմացել է։ Դու խաբեբա ես։ Միթի ես… Միայն ասա։ Դու Վիշնուն ես։ Թե Ակաշը։
Ակաշը։ Ես միայն ուզում եմ իմանալ, թե դու ինչու էիր ամուսնացել ինձ հետ։ Հանուն սիրո, թե ատելության։ तुम्हारी खामोशी ने Քոլորությունն իմ բոլոր հարցերին պատասխանեց։ Վիշնու, քո ստերը բացահայտվեցին։ Ես հիմա ոչինչ չեմ ուզում ասել։ Ոչինչ չեմ ուզում լսել։ Գնանք։ Տար ինձ այստեղից։ Միթի մի անգամ։ Միայն մի անգամ լսիր ինձ Միթի։ Միթի։ Ասում են Աստված է մարդկանց դատում իրենց մեղքերի ու առաքինությունների համար։ Բայց այսօր ես ինքս կանեմ քո դատաստանը։ Այստեղ։ Հիմա։ Մի անգամ։ Միայն մի անգամ թողեք խոսեմ Միթի հետ։ Ես քեզ ասել էի, որ եթե թեկուզ մտքովդ անցկացնես մի վնաս տալի մաղջկան, ես քո մահվան հրեշտակը կդառնամ։